Բարև ձեզ, պարոն Չարենց, մեծ պատիվ է հանդիպել ձեզ, կարող եք պատմել ձեր մանկության մասին։ Բարև, ես ծնվել եմ 1897 թվականի մարտի 13-ին, Կարսում, մանկությունս անցել է մեր բազմազգ քաղաքում, մեր ընտանիքը սովորական արհեստավորների ընտանիք էր, բայց ես դեռ փոքրուց գրականության նկատմամբ մեծ սեր ունեի։ Ասում են, որ ձեր հայրը, Աբգար աղան, գումար էր տվել, որ կոշիկ առնեիք, իսկ դուք այդ գումարով գրքերը առած տուն էիք գնացել։ Այո, հայրս զայրացավ, տո դու խելքդ հացի հետ ես կերել, բոբիկ պիտի մանգաս, դե ես էլ ասացի, որ լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե խելքից։ Իսկ ինչպես սկսվեց ձեր գրական ուղին։ Առաջին բանաստեղծությունս գրել եմ 1912 թվականին, երբ դեռ ուսանող էի։ Ուսում, պատերազմ, հեղափոխություն, ինչպես են այդ իրադարձությունները ազդել ձեր ստեղծագործության վրա։ Առանց այդ փորձությունների գուցե ես չդառնայի այն, ինչ դարձա։ Առաջին համաշխարհային պատերազմը, Կարսի անկումը, գաղթականության ցավը, հեղափոխական տարիները։ Ամեն ինչ խտացավ իմ բանաստեղծություններում։ Իմ պոեզիան միշտ եղել է կյանքի արձագանքը։ Ձեր ստեղծագործություններում հաճախ նկատվում են հեղափոխական տրամադրություններ։ Ինչու։ Ես ապրել եմ այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը պայքարում էր ազատության և գոյատևման համար։ Իմ հոգին չէր կարող անտարբեր մնալ։ Ինձ համար գրականությունը միայն գեղեցկություն չէ, այլև պայքարի զենք։ Ձեր ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ ունի սերը։ Կպատմեք ձեր անձնական կյանքի մասին։ Սերը ինձ համար ոչ թե պարզապես զգացում էր, այլև գոյության իմաստ։ Իմ կյանքում եղել են մեծ սիրո պատմություններ, հատկապես Արփենիկ Տեր Ասվածատրյանը իմ առաջին կինը։ Նրա հետ ապրել են կարճ, բայց բուռն կյանք։ Նրա վաղաժամ մահը 1927-ին ծանր հարված էր։ Ես այդ ցավը տարիներ շարունակ քողարկում էի, բայց այն միշտ ներկա էր իմ բանաստեղծություններում։ Ճիշտ է, որ ձեր ոչ այնքան գրավիչ արտաքնի պատճառով երիտասարդ տարիքում անհամարձակ էիք կանանց նկատմամբ և ամեն անգամ սիրահարվելիս ձեր ընկերոջը, Աղասի Ալայանին էիք խնդրում, որ այդ մասին հայտնի տվյալ աղջկան։ Այդպես է, սակայն աղասին, իհարկե, հրաժարվում էր։ Իմ հետ սիրուն Արփենիկին հանդիպելիս արդեն հայտի բանաստեղծ էի, սակայն կրկին աղջկան այդ մասին ուղղակիորեն հայտնելու համարձակություն չունեի։ Մի ընկերական հավաքույթի ժամանակ, որին ներկա էր նաև Արփենիկը, ներս մտա և ատրճանակը պահեցի ընկերոջս Աղասի ճակատին։ Եվ ինչ ասացիք։ Արփենիկին ես սիրում, հա՞, խլել ես ուզում նրան։ Ընկերներս վրային հասնում զին-թափում ինձ, առաջ է գալիս Արփենիկը և բոլորի առջև խոստովանում, որ սիրում է ինձ։ Իսկ ես ամաչելով ներողություն եմ խնդրում Արփենիկից ու Աղասիից։ Իրականում ատրճանակը դատարկ էր, պարզապես ուզում էի Արփիկի ուշադրությունը գրավել։ Ձեր հայտնի տողերը, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է, այսօր էլ հաճախ են մեջբերում, ո՞րն էր ձեր գլխավոր ուղերձը։ Ես հավատում էի, որ մեր ժողովուրդը կարող է փրկվել միայն միասնական լինելով։ Ես տեսել եմ, թե ինչպես մեզ բաժանում են քաղաքական ուժերը, կրոնական և գաղափարական տարբերությունները։ Այդ խոսքերը գրել եմ սրտի խորքից, հավատալով, որ ազգային միասնականությունն է մեր ապագայի բանալին։ Ձեր կյանքը լի է եղել նաև դժվարություններով, կարող եք պատմել այդ մասին։ Իհարկե, իմ կյանքում եղել են և սիրո, և պայքարի, և հալածանքների տարիներ։ 1930-ականներին ինձ մեղադրեցին հակախորհրդային գործունեության մեջ։ 1937-ին ինձ ձերբակալեցին և նույն տարվա նոյեմբերին մահացա բանտում։ Եթե այսօր ապրեիք, ինչ կհաղորդեիք հայ երիտասարդությանը։ Կասեի սիրեք ձեր հողը, ձեր լեզուն և գրականությունը։ Միացեք, ուժեղացեք և եղեք ստեղծագործ։ Մի մոռացեք ձեր պատմությունը, բայց միշտ առաջ նայեք։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ձեր ստեղծագործությունը շարունակում է ապրել։ Ես էլ եմ հավատում, քանի դեռ կարդում են, բանաստեղծը չի մահանում։ Եվ վերջում, ինչպես կուզենայիք, որ ձեզ հիշեն։ Թող հիշեն ոչ թե որպես ողբերգական ճակատագրի տեր մարդու,
այլ որպես այն մարդու, ով սիրեց կյանքը, պայքարը եւ ժողովրդի հոգին։